Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու։ Լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Նաբուկոդոնոսոր արքան չէր կարողանում քնել։ Նա անհանգիստ մի կողմից մյուսն էր պտտվում։ Հետո նա իր սպասավորներին կանչեց. Թող թագավորը հավիտյան ապրի։ Ինչ կարող եմ անել ձեզ համար։ Իմ խորհրդականներին ու գուշակներին արագ հավաքեք։ Ես մի երազ եմ տեսել, որ ինձ շատ է անհանգստացնում։ Ասեք, թե ինչ է նշանակում երազս։ Պատմեք երազը ձեր սպասավորներին, և մենք կասենք երազի մեկնությունը։ Ոչ, երազը դուք պետք է ինձ պատմեք։ Հրամայում եմ ձեզ։ Եթե պատմեք ինձ երազը, ես ձեզ կվարձատրեմ։ Եթե չպատմեք, ապա ձեզ կսպանեմ։ Թող թագավորն իր ծառաներին պատմի երազը, իսկ հետո մենք կասենք, թե ինչ է այն նշանակում։ Պատճառաբանություն, դուք պարզապես ժամանակ եք ուզում շահել։ Մենք կարող ենք մեկնել երազները, բայց երկրի վրա այդպիսի մեկը չկա, ով կկարողանա ասել, թե ինչ երազ եք տեսել։ Դուք անհնարին բան եք պահանջում։ Ես բոլորիդ կսպանեմ։ Այս ամենը Դանիելի և իր ընկերների վրա էր ազդելու։ Սակայն Դանիելը չէր վախենում։ Երբ նա իմացավ այս դատավճռի պատճառի մասին, գնաց տուն և պատմեց իր ընկերներին։ Մենք պետք է աղոթենք։ Մեր Աստված ամեն բան գիտի։ Նա մեզ կարող է պատմել գաղտնի երազը։ Աստված էր միակը, ով կարող էր օգնել, և նա օգնեց։ Գիշերն Աստված Դանիելին ցույց տվեց երազը։ Դու հրաշալի Աստված ես։ Շնորհակալ եմ։ Դու ամեն բան գիտես։ Դու պատասխանում ես մեր աղոթքներին։ Դանիելը խնդրեց, որ իրեն տանեն թագավորի մոտ։ Իրոք կարող ես իմ երազը պատմել։ Ոչ մեկը չի կարող անել այն, ինչ հրամայել է թագավորը։ Սակայն կենդանի Աստված կարող է յուրաքանչյուր գաղտնիք բացահայտել։ Նա ձեզ ասել է, թե ինչ է լինելու ապագայում։ Թագավորը երազում մի մեծ արձան է տեսել։ Դրա տեսքը պարզապես հիանալի էր։ Գլուխը պատրաստված էր մաքուր ոսկուց։ Սա նկարագրում է ձեր թագավորությունը։ Այն բոլորից ամենամեծն ու ամենաուժեղն է, բայց ձեզանից հետո եկող թագավորությունն ավելի ու ավելի է փոքրանալու։ Վերջում թագավորությունը կմասնատվի, բայց միևնույն ժամանակ Աստված իր թագավորությունը կկառուցի։ Աստծո թագավորությունը հավիտյան կլինի։ Այն հավերժական է։ Ձեր երազն իրական է։ Քո Աստվածը թագավորների թագավորն է։ Թագավորը երազի մեկնությամբ հիացած էր։ Նա Դանիելին մեծարեց ու շատ մեծ պարգևներ տվեց։ Իսկ թե ինչ արեց նա, կլսենք հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOCRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։